այսօր մեզ միացել տնտեսագետ Աղասի Թավադյանը, բարև ձեզ։ Առանցքային հարցը, Իրանյան ճգնաժամը։ Այո։ Պրոգնոզը մեծ է, որ այն կշարունակվի։ Այո։ Շարունակվելու դեպքում ամենատարածված տեսակետն այն է, որ դա վերածելու է համաշխարհային տնտեսական ճգնաժամի։ Այո։ Չափազանցություն չէ դա։ Ոչ, չափազանցություն չէ, սակայն պետք է հասկանալ, որ այս պահին ինչ որ կատարվում է Իրանի, մեր դեր վրա դրական է անդրադառնում։ Այսինքն, եթե ամբողջ աշխարհի վրա բացասական է անդրադառնում, եւ մենք դա տեսնում ենք, որովհետեւ շատ ասիական երկրներում բենզինի հոսքը կանգնել է, վառելանյութի հոսքը կանգնել է, օրինակ Ավստրալիայում ոչ միայն այս 1.5 ամիսների ընթացքում վառելանյութի գինը երկու անգամ աճել է, այլ նաև մեծալցակայաններում որպես այդպեսին բենզին չկա։ Ինը վերաբերում է ասիական շատ պետություններում, որովհետև պետք է հասկանալ, որ այն տանկերները, որոնք դուրս էին գալիս Նեղուսից, որոնք դուրս էին գալիս Պարսից ծոցից, 20-ից 30 օրվա ընթացքում էին հասնում ասիական պետություններ, արդեն սպառվել է դա այդ հոսանքը, եւ 40 օրվա ընթացքում հասնում են Եվրոմիություն, այսինքն շուտով կարող է նույն բանը սկսվել Եվրոմիությունում, քանի որ Եվրոմիությունում հիմնականում այս պահին դեպի Կատարից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից է գալիս հեղուկազը։ Սա բացասական է անդրադառնում ամբողջ աշխարհի վրա, մեր վրա դրական է անդրադառնում այս պահին, ասեմ ինչի, որովհետեւ 2022 թվականից Հայաստանը հիմնականում ապրել է այլ պետություններում տեղի ունեցող բացասական իրադարձություններից։ Օրինակի համար 2022 թվականի 12.6% տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի Դաշնությունից մեծ քանակությամբ կապիտալի, ինչպես նաև ՏՏ ոլորտի աշխատուժի արտահոսքով։ Եվ 2022 թվականի պայմանավորված ուկրաինական։ Այո, ռուս-ուկրաինական պատերազմով։ Եվ 22 թվականի տնտեսական աճի կեսը ապահովել էր երկու ոլորտ, բանկային ոլորտը, այսինքն ֆինանսական ոլորտը եւ ՏՏ ոլորտը, որոնք անմիջապես կախված էին Ռուսաստանում կատարվող իրադարձությունների հետ։ Ռուսաստանից եկող ֆինանսական ալիքները դեռևս կարգ են, սակայն համեմատած 22 թվականի հետ քչացել են։ Այստեղ ավելացել են երկու ալիք հստակ, որոնք նոր ալիք, որոնք սնուցում են մեր տնտեսությունը։ Առաջինը դա Պարսկաստանից եկող ալիքն է, որը դեռևս սկսվել է 2025 թվականի սեպտեմբերից, այո, որը հիմնականում պայմանավորված է նրանով, որ Պարսկաստանի վրա տնտեսական հիբրիդային զենքեր ներգործվեն, նույնիսկ Սկոտ Բենսենը Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախագահան դրա մասին ասաց, որի արդյունքում մեծ քանակությամբ արտարժույթ սկսեց արտահոսել Պարսկաստանից, որի մեծ զգալի հատվածը հայտնվեց Հայաստանի Հանրապետությունում, որով եւ պայմանավորված էր այն հանգամանքը, որ 2025 թվականի վերջին մենք ունեցանք 7.2% տնտեսական աճ։ Իդեպ եւ մեր կենտրոնական բանկը, IMF-ը, Միջազգային վալյուտային ֆոնդը եւ այլ կազմակերպություններ կանխատեսում են, որ Հայաստանի տնտեսական աճը լինելու է 5.5% շրջանակներում։ Սակայն զույգ այն հանգամանքով, որ վերջին երամսյակում բավականին մեծ քանակությամբ կապիտալ հոսեց Հայաստանի Հանրապետություն, փակեցինք զուտ այդ վերջին երամսյակում ապահովվեց 2% կետը եւ փակեցինք պատերազմով։ Այո, ոչ թե այնքան պատերազմով, այն հանգամանքով, որ միջ այդ դե հիշում են։ Այո, հիշում են 2025 թվականի սկզբին մինչև պատերազմը Իրանում լարվածություններ, զանգվածային ամբարումներ կային եւ հիմնականում պայմանավորված էր նրանով, որ իրանական ռիալը $1.43,000-ից հանկարծակի արժեզրկվեց մինչև 1 միլիոն, այս պահին 1.3-1.4 միլիոն, այսինքն մոտավորապես 40 անգամ արժեզրկվեց։ Սա պայմանավորված է նրանով, որ մինչև այդ տնտեսական զենքը նախապատրաստվել էր այնտեղ, մեծ քանակությամբ կապիտալ էր արտահոսել տարբեր երկրներ, որի մի մասը եկել էր Հայաստանի Հանրապետություն, որը ապահովել էր մեր տնտեսական աճը, եւ այն շուկան, որ քիչ թե շատ սառած էր հիմնականում կառուցապատման շուկայի մասին, բանկային շուկայի մասին, հավելյալ, այսպես ասած, ներարկեց հավելյալ աշխուժացում այդտեղ եւ շարունակվեց։ Դա մի ալիք է, ալիքը շարունակվում է։ Հաջորդ ալիքը դա Պարսից ծոցից երկրներից մեծ քանակությամբ արտահոսքն է կապիտալի, էմիրություններից եւ այլն։ Այսինքն, եթե 22 թվականին կապիտալը շարժվում է Ռուսաստանից դեպի Հայաստան դեպի էմիրություններ, հիմա այս պահին էմիրություններից դուրս է գալիս եւ էմիրությունների կապիտալը մեծ քանակությամբ այսօր արժուղի է հանված եւ էժան գներով վաճառվում է այս պահին։ Պետք է հասկանալ, որ ասենք Դուբայը 40 տարի առաջ պարզապես գյուղ էր եւ այն մարդիկ, որ մեծարուսները, որոնք մնանում են այնտեղ, արմատներ չունեն
Եվ ի սկզբանե Դուբայի Բայց արժելի գումարները այո, Դուբայի խոստումը այն էր, որ հայկական կապիտալներ Դուբայը լինելու է խաղաղ դրախտ ներդրողների համար ցածր հարկերով, սակայն դա այդպես չէ եւ արդեն հասկանում եմ, որ դա այդպես չէ եւ մարդիկ դուրս են հանում այդ կապիտալը մեծ քանակություններով այդտեղից։ Եվ այդ կապիտալը հիմնականում գնում է դեպի Հոնկոնգ։ Եթե մինչև 2026 թվականը, այսինքն Դուբայը, Միացյալ Արաբական Էմիրությունները եւ Պարսից ծովի երկրները հանդիսանում էին ամերիկական պետրոդոլարի, ասես շղթայի անդամներից մեկը, եւ հիմնականում ներդրումները դոլարը ստանալով հետ են վերադարձնում Ամերիկայի Միացյալ Նահանգներ իրանց պարտատոմսերը առնելով, իրանց ներդրումները կատարելով անշարժ գույք դեպի ՏՏ ոլորտ, ապա այդ կապիտալը հիմա աճուրդի է հանված եւ գնում է հիմնականում Հոնկոնգ։ Եվ եթե մինչեւ այդ ամիսը 2-ից 4 միլիարդ դոլար է գնում Հոնկոնգ այդ երկրներից, հիմա շաբաթը 20-ից 40 միլիարդ դոլար է գնում եւ այդ կապիտալի ինչ որ մի հատվածը գալիս է նաեւ Հայաստանի Հանրապետություն, որը հավելյալ, այսպես ասած, ուժ է տալիս մեր պետընտեսությանը։ Մենք այդպիսի գումարներ մարսելու հնարավորություն այնքան էլ չէ։ Այդտեղ խնդիր կա, որովհետև կենտրոն տեսեք 2022 թվականի սկզբին 1 դոլարը մոտավորապես 520-540 դրամ էր։ Այս պահին 1 դոլար 375 դրամ։ Ինչի, որովհետև այս ներարկումներից մեծ քանակությամբ, այսինքն այլ երկրներից որ մեծ քանակությամբ արտարժույթը եկավ, բարձրացեք արտարժույթը, արտարժույթը ապրանք է, ինչքան ապրանքի քանակությունը շատանում է, այնքան այն եւ այս պահին կենտրոնական բանկը փորձում է այդ մեծ քանակությամբ արտարժույթը ստերիլիզացնել, սակայն կենտրոնական բանկի ռեսուրսները ռեզինից չեն եւ իրականությունն այն է, որ սա բերելու է դրամի էլ ավելի ամրացման հետագայում։ Այսինքն մոտակա ժամանակաշրջանում մենք կարող ենք տեսնել, որ դրամը 1 դրամը հավասար լինի 360-365 դոլար։ Դա այնքան էլ դա բան չի։ Դա արտահանողի արտահանման տեսանկյունից այնքան էլ բան չի, բայց ասենք մեր տնտեսությունը կառուցված չէ այն ոնց որ խոստման վրա, որ մենք օգնում ենք արտահանողին կամ արտահանմանը կամ արտադրողին։ Մեր տնտեսությունը բանկային համակարգի վրա է։ Սա լավ է բանկային համակարգին, բայց պետք է հասկանալ, որ այս բանի մեր տնտեսության հնայի աճի 38%-ը ապահովում է այդ երրյակը ֆինանսական համակարգը, այսինքն բանկային համակարգը, անշարժույթը եւ նշած դոլարի անկումը տեղի կունենա, եթե կենտրոնական բանկը դադարի միջամտել դրան։ Տեսեք, էլի դա միջամտում է։ Կամ ուժը չպատի դիմադրել։ Դա էլի միջամտում է, բայց կենտրոնական բանկի ռեզերվները ռեզինից չեն, այսինքն ինչ որ մի հատ պահ կարող է գալ, որ չկարողանանք կարգավորել։ Սակայն ասեմ, որ այս պահին իրավիճակը կայուն է եւ կարողանում է կարգավորել, եթե այդպիսի պահ կա, ապա դա հասունանալու է պահը տարվա վերջ, որտեղ պայմանականորեն այդպիսի իրադարձությունները եղել են։ Գանք Իրանից եկող ճնշումներին այնուամենայնիվ։ Դուք ասում եք դրական ֆոն է ստեղծում Հայաստանը։ Այս պահին այո։ Այս պահին այո։ Այսինքն մենք բենզինի շուկայում ցնցումներ չենք ունենա։ Տեսեք, խնդիրն ինչու՞մ է։ Բարենային շուկայում ցնցումներ չենք ունենա։ Տեսեք, ամեն ինչ հավանական է, սակայն ասեմ, այս պահին ստաբիլ, ինչու է նաև իրավիճակը ստաբիլ, որ մենք մեր պարարտանյութը, բենզինը, գազը Ռուսաստանից ենք ներկրում ենք ցամաքային ճանապարհով եւ ըստ այդմ մեծ գնային փոփոխություններ չի զգացում, այսինքն մենք դեռ դա չենք զգացել, եթե տարբեր պետություններ այս պահին զգում են, որ բենզինի գինը 50%-ով երկու անգամ աճել է տարբեր պետություններում, այսինքն տարբեր պետություններում, Միացյալ Նահանգներում 1.5 անգամ աճել է մոտավորապես եւ սա ճգնաժամ է գրեթե բոլոր պետություններում, ապա մենք դա չենք զգում դեռ։ Նաեւ այլ խնդիրներ կան, օրինակի համար պարտանյութի խնդիրը, որովհետեւ ծովից դուրս ոչ միայն ասենք գազի, բնական գազի, հեղուկ գազի եւ նավթամթերքի 20%-ն են դուրս գալիս Հորմուզի նեղուցից, այլ նաև պարտանյութերի մոտավորապես 1/3-ն է դուրս գալիս Հորմուզի նեղուցից։ Ու պարտանյութերի հիմնական երկու արտադրողներն դա Ռուսաստանն են եւ Հորմուզի նեղուցից դուրս եկած պարտանյութերը եւ հիմա գարնանացան է շատ երկրներում Եվրոմիություն եւ այլն։ Այսինքն շատ պետությունների ֆերմերները խնդիրների առաջ են բաղնելու, չեն կարողանալու 26 թվականի գարնանացանը ապահովել, որը հաջորդ տարի կարող է համաշխարհային սով բերել, սա էլ պետք է հասկանալ։ Եվ սա մեզ չի սպառնում այս պահին, որովհետեւ մենք պարտանյութեր Ռուսաստանի Դաշնությունից ենք բերում։ Սակայն ասելով սա, իհարկե մեզ բենզինի գների աճ
սպառնում է եւ մենք սպասում ենք բենզինի գների աճ, որովհետեւ Uralus-ը, ռուսական նավթա գինը այս պահին $120 է բարելի համար եւ այս պահին որ կոնտրակտները կնքվում են մեր այսպես ասած ներմուծողներ այդ գումարով են ներմուծում եւ 2-3 ամսից երբ մինչեւ գա հասնի Հայաստանի Հանրապետություն մենք կարող է տեսնենք տնտեսությունների նախորդին որ 1 լիտրը 600 կամ ավելի դրամ է դա վերաբերում է նաեւ ադրբեջանական բենզինին ադրբեջանական բենզինը որոշակի հարցեր ունի, սակայն ես ենթադրում եմ, որ դա էլ է հիմնականում ռուսական ցակման բենզին, սակայն Ռուսաստանից է, ասին ադրբեջանական ճանապարհով է գալիս։ Իրանը Հայաստանի հետ 4-րդ խոշոր առևտրային գործընկերն է։ Այսինքն մենք Իրանի միջոցով շատ մեծ ներկրումներ ենք կատարում հաշվի առնելով իրանյան հայտնի նավահանգիստը եւ այն երկրները, որոնց հետ Հայաստանը առևտուր անում։ Հիմա Իրանը արգելել է արտահանումը իր երկրից։ Դա էլ է մեր համար սպառնալիք ու ասեմ ոչ միայն ապրանքների տեսանկյունից, այլ էլեկտրաէներգիայի տեսանկյունից։ Ես զարմացա, երբ ընթերցեցի, որ կարագի 80 թե 90% այդ ճանապարհով է գալիս։ Այո, արդեն թանկացումներ կան, հենց որ պատերազմը սկսվեց միանգամից կատնամթերքը թանկացավ, ձուն թանկացավ, պահածոները թանկացան, օղին թանկացավ եւ սա դեռ սկիզբն է, այսինքն սա չարյաց փոքրագույն է, մեր մեծ սպասում է թանկացումները, որը զուտ վերաբերվում է, ասենք, սովորական քաղաքացիներին։ Այսինքն այն մեծ քանակության փողերը, որ մտնում են Հայաստանի Հանրապետություն, ելի շարունակել են հարստացնել բուն բանկային համակարգի եւ հարակից ճյուղերը։ Սակայն այս ու ապահովել են ընդհանուր միջին տնտեսական աճ։ Սակայն այս բանին կա վերադասավորում տնտեսությունում, այսինքն ունենք աճ ի հաշիվ հավելյալ մեծ քանակության փողի մուտքի, սակայն այլ կազմակերպությունները, որոնք զբաղված են արտահանման հետ, առևտրի հետ, այս բանին շատ մեծ խնդիրներ ունեն եւ շատ կազմակերպություններ, որոնք, ասենք, Իրան առևտուր էին անում, կազմակերպում ոչխար էին արտահանում, սնանկացման եզրին են